Քաղցկեղը Հայաստանում։ 2 օր առաջ ընկերս եւ կինը զանգեցին լացակումած, ես սոցցանցեր չեմ մտնում, բայց այնտեղ ինչ-որ միտեղ տեսել էին, որ այս երեխան ունի այրան քաղցկեղ եւ ծանր վիճակում է, ծնողները պահանջում են գումար, որպեսզի նրան տեղափոխեն Գերմանիա բուժման համար։ Իրոք շատ գեղեցիկ, հրաշալի երեխա է, բայց նա ինքը իր ծնողների հետ պետք է կատարի իր բուժումը, ոչ թե բուժումը պետք է կատարվի Գերմանիայում, բացատրեմ ինչու։ Եվ ընկերոջս խնդրանքով եւ այս գեղեցիկ երեխային տեսնելով չկարողացա չպատրաստել այս ֆիլմը, որպեսզի այս երեխան եւ մնացած երեխաները եւ մարդիկ փրկվեն այդ չարաբաստիկ եւ շատ հեշտ բուժվող հիվանդությունից։ Պատճառները, ինչից են առաջանում հիվանդությունները եւ փոքր երեխաների մոտ այդ հասակում ինչից է առաջանում քաղցկեղը։ Ինչպես մենք գիտենք, սովետական միությունից հետո, քանդվելուց հետո սովետական միության, Հայաստանը հիմնականում քաղցրավենիք եւ նման սննդամթերքներ ներմուծում Թուրքիայից։ Եթե Թուրքիայից ներմուծված այս ապրանքների վրա եւ այլն, ես այստեղ չեմ ցուցադրում ամենը, դուք կարդում եք արտադրանք Ղարսի, այսինքն Ղարսում արտադրված այդ արտադրանքը դա հատուկ արված է հին սովետական միության երկրների, ինչպես նաև Թուրքիայում գտնվող քուրդերի համար, որպեսզի նրանց օրգանիզմում ավելացնեն Մենդելեևի աղյուսակի քիմիական տարրերի քանակը, որը առաջացնում է քաղցկեղ։ Միակ պատճառը դա է։ Եթե դուք Թուրքիայում գնեք Ստամբուլի նույն այս օրինակի համար այս քաղցրավենիքը եւ նույնը գնեք նաեւ Ղարսի արտադրանքը, ապա քիմիական հետազոտությունից հետո կպարզեք, որ Ղարսի արտադրանքը հատուկ արված է այն պատճառով, որպեսզի շատ մարդիկ հիվանդանան այդ հիվանդությամբ եւ այլ հիվանդություններով նույնպես։ Ինչպես նաեւ հացի մեջ մեծ քանակությամբ ալյումինի փոշ է պարունակվում։ Ալյումինը դա ավելի արագ թեթև քիմիական մետաղ է, որը ավելի արագ առաջացնում է նաեւ քաղցկեղ։ Դրա համար հաց գնելիս կամ ընդհանրապես ավելի լավ է հաց քիչ օգտագործել կամ օգտագործել այն հացը, որը դուք գիտեք այլուրը որտեղից է ստացվել եւ ինչ ճանապարհով։ Եվ եթե մենք դիտարկենք այս երեխային, ապա այս երեխայի ուտելիքը արդեն երևում է ամեն ինչ պլաստիկ ամանների մեջ, որը նույնպես քաղցկեղի պատճառ կարող է հանդիսանալ, նաեւ նրա ուտելիքի տեսակները, որը սրանք են հիմնականում իրենցից ներկայացնում եւ ոչ բնական նաեւ կաթ։ Այս երեխան լինելով գեղեցիկ, շատ գեղեցիկ երեխա, ինձ թվում է բարևաններ, բարեկամներ, ծանոթներ, մոտիկներ կամ հենց ծնողները մեծ քանակի նաեւ քաղցրավենիք եւ տարբեր ուտելիքներ են տվել, որ սիրելով այս երեխային եւ նրա մոտ այդ պատճառով շատ արագ առաջացել այդ քաղցկեղը։ Բժշկական բուժումները ինչ են առաջարկում մարդուն եւ հատկապես երեխային։ Նախ նրանք պետք է կատարեն ռադիոթերապիա։ Ռադիոթերապիան ինչի համար է կատարվում։ Կատարվում է նրա համար իբր գտնեն քաղցկեղի կոնկրետ տեղը, որտեղ է այն գտնվում։ Այսինքն դուք հիվանդ եք այն հիվանդությամբ, նորից ձեզ տալիս են ինչ-որ քանակի ռադիոակտիվ շաքար,
որպեսզի այդ ռադիոակտիվ շաքարի գնա այն տեղը, որտեղ ավելի շատ նա օգտագործում է, այսինքն օգտագործում է ավելի շատ ռադիոակտիվ շաքարը քաղցկեղ պարունակող այն տեղը եւ այդտեղ դուք կրկնակի անգամ ձեզ վնասում եք կարճեցնելով ձեր կյանքի ընթացքը։ Իսկ քիմիան ինչ է իրենից ներկայացնում։ Օրինակի համար դուք ունեք մի կեղտոտ պատ, ավելի ամուր կեղտով պատում եք այդ պատը։ Այսինքն որոշ ժամանակ հետո այդ ավելի ամուր կեղտոտ պատը ներծծվելով նաև հին պատի հետ պետք է ավելի մեծ վնասներ ձեզ տա, քան այն կեղտոտ պատը, որը դուք ունեիք։ Բացի դա Հայաստանում վերջերս նաև մի քանի ֆիլմեր դիտելուց հետո նկատեցի, որ տների մեծ մասը բորբոսնած է։ Այսինքն այն մարդիկ, որոնք ապրում են վերին հարկերում եւ ներքին հարկերում, նրանց տները չեն տաքացվում կամ տանիքները ծակ են եւ ջրի արկայության դեպքում այդ տունը սկսում է բորբոսնել։ Բորբոսը նույնպես շատ արագ ձևով ազդում է, որպեսզի մարդիկ ստանան քաղցկեղ։ Այսինքն տնային պայմանները պետք է լինի մաքուր։ Այսինքն եթե մեր բնակարանը, տունը լցվել է արդեն ինչ-որ ջուր, ապա այդ տունը ընդհանրապես պետք է կատարվի շատ ավելի թանկ վերանորոգում կամ թողնել այդ տունը տեղափոխվել այլ տուն, քանի որ ջուրը եւ այն օրինակի համար սենյակը, որը մենք օգտագործել ենք ծխելով, տարբեր ճաշատեսակներ պատրաստելով, պատերի մեջ եղած այդ բոլոր նյութերը ջրի հետ միասին տալիս են բորբոս, որը նույնպես հետագայում կեղտոտելով օդը առաջացնում է քաղցկեղ։ Պետք է դրանից նույնպես ուշադիր լինել։ Իսկ այժմ քննարկենք այս հրաշք երեխային, նրա մոտ կա այրան քաղցկեղ։ Գերմանիա են տեղափոխելու ծնողները ցանկանում են Գերմանիա տեղափոխել, որպեսզի նրան փրկեն։ Գերմանիայում է բուժվել Գորբաչովի կինը քաղցկեղից, որը մահացավ, ընկերոջս տղան, որը ուներ այրան քաղցկեղ, նույնպես մահացավ, չլսելով դոկտոր Աշխարհին, ինձ կամ Սիմոնտինին, նույնը նաև իրական Պուտինը տարիներ առաջ մահացել է նաև Գերմանիայում բուժումից։ Ինչ են կատարելու այս երեխայի հետ։ Եթե մենք վերցնենք երկու սրվակ, որի մեջ հավասար քանակությամբ մեկի մեջ սպիտակ ջուր է, մյուսի մեջ գունավոր ջուր, եւ փորձենք այստեղից ինչ-որ քանակ վերցնել տեղափոխել այստեղ, հետագայում խառնելուց հետո այստեղից որոշ քանակ տեղափոխել այստեղ, ինչ կկատարվի։ Կկատարվի այն, եթե մենք վերցնում ենք մեկ դույլի մեջից նույն քանակի մեկ բաժակ օրինակի համար ջուր լցնում այստեղ, խառնելուց հետո այստեղից մեկ բաժակ ջուր լցնում ենք այստեղ, ապա սրա եւ սրա պարունակությունները կլինեն այնպիսին, որ որքան սպիտակ նյութ կունենա այս գույնը իր մեջ, ապա նույնքան կունենա նաև սպիտակը այս գույնը իր մեջ։ Կամ եթե մենք պետք է այս երեխային բուժենք 100%-ով, ապա այս process-ը, որպեսզի տեղափոխություն կատարվի, մի մասը ուղարկենք եւ նրա փոխարեն բերենք, դա շատ երկար process է եւ այս երեխայի առողջական եւ տարիքային վիճակը չի դիմանա դրան, նույնիսկ եթե միլիարդներ ծախսվի այս երեխային դրանով փրկելու համար։ Չգիտեմ, այս փորձը կարող եք տանը կատարել եւ համոզվել։ Համոզվելու համար ասեմ, օրինակի համար այստեղ կա
100 սպիտակ գնդիկներ, այստեղ կա կարմիր, օրինակի համար կարմիր սպիտակ գնդիկներ։ Եթե այստեղից 10 սպիտակ գնդիկ վերցնենք այստեղ, ապա այստեղ կլինի 110։ Եթե խառնենք եւ բերենք այստեղ, ապա ամենքի մեջ կլինի 9 հատիկ կարմիր գնդիկ այստեղ, 9 հատիկ կարմիր գնդիկ, սպիտակ գնդիկ այստեղ։ Եթե լրիվ մենք փորձենք տեղափոխել, դա շատ երկար process տեղի կունենա եւ որը հնարավոր չէ, որպեսզի կարողանան այդ թանկ սարքերով եւ այս երեխային փրկել։ Չգիտեմ, անազգանունը չեմ հիշում, մի երիտասարդ երգիչ նույնպես իր մորը տեղափոխել էր Գերմանիա, տուն ամեն ինչ վաճառել, հետագայում պարզեց, որ հեշտ ձևով կարող էր մորը բուժել եւ նրա սիրելի մայրիկը մահացավ Գերմանիայում։ Այն պատճառով, քանի որ չգիտեին ինչպես ազատվել դրանից։ Ինչպես ազատվել քաղցկեղից։ Նախ պետք է կատարել դիետա։ Ինչ է նշանակում դիետա։ Եվ ինչ է սիրում քաղցկեղը։ Քաղցկեղը սիրում է քաղցր եւ քաղցկեղը սիրում է միս, ձու, հաց, կարակ եւ այլն նման մասեր։ Դրա համար ինչը նա սիրում է, մենք պետք է նրան չտանք։ Մենք պետք է նրան տանք այն, ինչը ինքը չի սիրում եւ ինքը կարող է դրանից մահանալ։ Դրա համար այդ ընթացքում մեկ վախենա, եթե երեխան կամ ինչ-որ մի մարդ, օրինակի համար մարդը 60 կիլոգրամ է, դարձել է 45 կիլոգրամ, մեկ վախենա դրանից։ Հետագայում նորից վերականգնվում է եւ նրա քաշը եւ առողջությունը։ Ուտել միայն մրգեր եւ բանջարեղեն։ Ինչի համար։ Քանի որ քաղցկեղի բջիջները, եթե մենք վերցնենք քաղցկեղի բջիջը, սովորական բջիջը, նա կարողանում է պտտվել եւ սովորական բջիջը, առողջ բջիջը առողջ կյանք է ապրում։ Իսկ հիվանդ բջիջը, այսինքն նրան հարվածել է, օրինակի համար Մենդելեևի աղյուսակի, օրինակի համար վերցնենք ալյումինի մասին խոսեցինք, ալյումինը, եւ նա այլևս չի կարող պտտվել, նա սկսում է միայն շատ դժվարությամբ ճոճվել եւ իր ճանապարհին հանդիպելով նաեւ առողջ բջիջների դարձնում է իր նման։ Սա նույնն է օրինակի համար, եթե մենք վերցնենք անցնենք մի քիչ քաղաքականությանը, այստեղ միայն հայեր են, այստեղ հ-կականները։ Եթե սրանք հիվանդ են, սրանք լցնում ենք այստեղ եւ այստեղից չենք բերում այստեղ, ապա նույնպես այստեղ առաջանում է հիվանդություն եւ ամբողջ ազգն է հիվանդանում սերժիկական այդ հիվանդությունները։ Այսինքն սրա բուժման համար, որպեսզի այս բջիջները կարողանան չսնվել եւ իրենք մահանան հեռանալով մարդու մարմնից, ինչպես նաեւ արյան մեջից, ինչ պետք է կատարել։ Պետք է կատարել դիետա, ուտել միայն մրգեր եւ բանջարեղեն։ Բացի դրանից նաեւ նրանց հյութերը, պատրաստել նրանց հյութերը եւ օգտագործել։ Բայց դրանից առաջ չիմանալով հանդերձ, թե ումից է գնված այդ բանջարեղենը եւ այդ մրգերը, լցնել մի ամանի մեջ, որի մեջ նախորոք լցնել ջուրը, ջրի հետ խառնել 1 ճաշի գդալ սոդա, 1 ճաշի գդալ պերեկիս, թթվածնով հարուստ այդ ջուրը 3%-անոց, խառնել այդ ամենը եւ մրգեր բանջարեղենը լցնել այդտեղ։ Եթե մրգեր բանջարեղենը ունեն քիմիա, ապա այդ քիմիան սոդան եւ պերեկիսը հեռացնում են, որից հետո նաեւ լավ լվանալուց հետո մրգեր բանջարեղենը կտրտել, միասին խառնել մրգերը
իրար հետ բանջարեղենը, տարբեր սալատներ կամ տարբեր մերքերից մյուսի համը կպչում են մեկին եւ ավելի համեղ են դառնում։ Այդ ձևով կարող է այս երեխան եւ մյուսները նույնպես օգտագործել եւ ինչ է այստեղ ամենից կարևորը չուտել, շատ քիչ օգտագործել աղ, եթե անհրաժեշտ է, եթե կարողանում եք ուտել շատ կծու պերեցներ, հատկապես չիլի տեսակի պերեցը, եթե կարողանում եք խառնել կտավհատի ձեթի հետ, կտրտել 1 սանտիմետրը 1 սանտիմետրի կամ ավելի փոքրիկ բլենդերով աղան, վրան լցնել կտավհատի ձեթը, խառնել եւ այդպես օգտագործել այս ամենը։ Ինչի համար եմ ասում։ Դիետայով բուժում են Վենգրիա, Հունգարիայում։ Այս մեթոդը ընդունված է այնտեղ եւ դիետայով բուժում են Հունգարիայում։ Եվ ինչն է այստեղ կարևորը։ Եթե մենք չենք սնում քաղցկեղին, ապա քաղցկեղը նախ կանգնում է, հետագայում սկսում է մահանալ։ Եվ ինչ է կատարվում այստեղ։ Մենք մոտարապես 15-20 օր հետո, ամենից ուշը կամ 1 ամիս հետո, պետք է գնալ եւ հանձնել մեզի անալիզ, որպեսզի, չգիտեմ հայերեն դա որն է, pH-ը լինի 7, չլինի 5, 4, 3 եւ այլն, լինի 7 եւ 7-ից ավելի, լավագույնն է 9-ից 11-ն է։ Այդ դեպքում դուք կարող եք հանգիստ շունչ քաշել, որ քաղցկեղը չի աճում եւ նա սկսում է մահանալ։ Սա ամենից կարևորն է, դիետան։ Բացի դա, եթե մեր օրգանիզմը արդեն կեղտոտ է, հիմնական կեղտոտ մասը դա արյունն է եւ երկրորդ կեղտոտ մասը դա մեր աղիներն են։ Այսինքն պետք է կատարել նաեւ աղիների լվացում։ Եվ կարևոր է նաեւ հոգնան, ինչպես ասում են, կլիզմա անել։ Ինչի համար է անհրաժեշտ կատարել հոգնան։ Քանի որ մենք քիմիական գործարան ենք, եթե մեր աղիները նրանք արդեն ունեն իրենց մեջ այդ թույնը, մենք պետք է նրանց հեռացնել։ Ինչ ճանապարհով կատարել հոգնան։ Հոգնան կատարելու համար պետք է 1 լիտր ջրին խառնել 3 ճաշի գդալ սուրճ, ավելի լավ կլինի կանաչ սուրճ կամ սովորական հայկական սուրճ, եփել ուժեղ կրակի տակ, հենց բարձրանա, դրանից հետո մի 20 րոպե թույլ կրակի տակ եփել, տեսնել մատով, եթե որ ջերմաստիճանին դիմանում եք, թողնել հովանա եւ հոգնան կատարելուց պառկել աջ կողմի վրա, ներողություն, ձախ կողմի վրա, սխալ եմ գրել, ձախ կողմի վրա, պառկել ձախ կողմի վրա եւ կատարել հոգնան։ Ինչի է անհրաժեշտ սուրճով կատարել հոգնան, որից հետո եթե կարող եք դիմանալ մոտ 10 րոպե դիմանալ եւ հետո արդեն լիցքաթափվել։ Քանի որ սուրճ օգտագործելիս ջրի հետ մենք մեր բակտերիաներին առողջ, որոնք մեր օրգանիզմին անհրաժեշտ են, նրանք չենք վնասում, իսկ որոնք որ մեզ անհրաժեշտ չեն, նրանք վախենում են սուրճից եւ դրա համար նրանք հեռանում են։ Դրա համար է անհրաժեշտ կատարել սուրճով կամ կարող եք ինչպես ցանկանում եք լիմոնով կատարել, սոդայով եւ այլն, ինչով ցանկանում եք կատարել հոգնան, բայց սուրճը դրա համար է, որպեսզի կատարվի։ Հոգնակ կատարել, եթե արդեն վատ վիճակում է հիվանդը գտնվում, ամեն օր պետք է կատարվի, գոնե 2 օրը, շաբաթը 1 անգամ թույլ հիվանդների մոտ պետք է կատարվի հոգնը։ Առանց դրա հնարավոր չէ
կոմպլեքս հիվանդությունը կարողանալ բուժել։ Սոդայի մասին խոսել է իտալացի Սիմոնցինին պրոֆեսոր, այսինքն սոդան ինչ է կատարում։ Սոդան հարվածում է քաղցկեղի բջիջներին եւ բջիջը ցանկանում է նրան ուտել, բայց սոդան ինչ ճանապարհով է նա տալիս։ Այժմ ես գրել եմ մեկ բաժակ ջրին խառնել մեկ թեյ գտալ սոդա, բայց իրականում սոդան տալու համար պետք է բերյոսկա, ռուսական այդ բերյոսկա ծառը որ կա, դրա հյութը մեկ գտալը խառնել մեկ կամ երկու գտալ սոդայի հետ, խառնելով եփել, հետո հովանա խմել դա, այդ դեպքում ինչ է կատարում։ Այդ բերյոսկայի սոկի վրա հարձակվում է քաղցկեղի բջիջը, որպեսզի նրան ուտի, իսկ սոդայի ատոմները նրան հարվածելով ոչնչացնում են։ Հենց այս ճանապարհով Սիմոնցինն նույնիսկ մի քանի սրսկումից հետո հենց քաղցկեղի միջուկում կարողանում է մի քանի օրում բուժել քաղցկեղը, բայց համաշխարհային մաֆիան, որը վաճառում է այդ քիմիան, ռադիոթերապիան եւ այլ դեղամիջոցներ քաղցկեղը իբր իրեն ճանապարհով բուժելու համար, Սիմոնցինին մի անգամ նույնիսկ նստացրել էին բանտում, որպեսզի նա չկարողանա իր գեղեցիկ մեթոդը կիրառել։ 1 լիտր ջրին կարող եք խառնել 1 ճաշի գտալ պերեկիս, կամ մի քիչ ավելի քիչ կամ շատ, ով ինչքան դիմանում է, եւ խմել օրվա ընթացքում։ Գերմանացիների մոտարապես 60% եւ ավստրալիացիների այժմ օգտագործում է այս մեթոդը։ Ինչ են կատարում։ Այն ջուրը, որը մենք խմում ենք կամ խանութից գնելով կամ մեր ծորակներից, որը գալիս է, այդ ջուրը դա արդեն մեռած ջուր է, նայած որտեղ է գտնվում, որ պետությունում կամ Հայաստանի որ մասում, որպեսզի ջուրը լինի կենդանի ջուր, պետք է նրան սառեցնել։ Մի ամանի մեջ լցրեք ջուր, դրեք սառնարանի խցիկը, որպեսզի նա դառնա սառույց, հետագայում նա հետ գալուց հետո նոր նրա մեջ լցրեք պերեկիսը, խառնեք եւ օրվա ընթացքում խմեք։ Այդ դեպքում նա կլինի արդեն ոչ մեռած ջուր, կենդանի ջուր եւ թթվածնով հարուստ այդ ջուրը նույնպես ստիպում է քաղցկեղի բջիջներին, որպեսզի նրանք մահանան եւ հեռանան, բայց ամենից արագ ճանապարհը նրանց մահացնելու դա սոդան է, Սիմոնցինին։ Բայց սրանք այս բոլորը միասին քաղցկեղը չեն վերացնում։ Քաղցկեղը դեռ գաղտնի մնում է մարդու օրգանիզմում եւ հետագայում կարող է նույնպես դուրս գալ։ Միակ ճանապարհը քաղցկեղից ընդհանրապես ազատվելու դա սիսեռն է։ Եվ քանի որ այս հրաշք երեխայի մոտ այրան քաղցկեղ է, ապա նրան անհրաժեշտ է 1 կամ 2 ոտքին անմիջապես տեղադրել սիսեռ եւ հեռացնել նրա արյան մեջից այն քիմիական տարրերը Մենդելեևի աղյուսակի, որոնք հայտնվել են։ Այսինքն ինչ է կատարվում, եթե օրինակի համար սա մարդն է, ես սխեմատիկ ձևով նշել եմ, եւ այլն այստեղից գալիս, վերադառնում է այստեղ, կատարվում է այս ճանապարհը, մենք նրա ճանապարհին դնում ենք ֆիլտր, սիսեռը իր փոքրիկ վիճակով, երբ նոր սիսեռը տեղադրում ենք, նա մոտարապես զբաղեցնում է 1 սանտիմետր տրամագծով անցք եւ խորությունը նույնպես 1 սանտիմետր։ Եթե մենք հաշվենք նրա պարագիծը, ապա 4 քառակուսի սանտիմետրի չափ
նա տարածություն է զբաղեցնում։ Այսինքն մենք արյունը երբ որ գալիս է այդտեղ եւ այն կեղտը մեր մարմնից, որը գալիս է այստեղ, մենք կպչելով սիսեռին, սիսեռի հանելու ընթացքում մենք դա հեռացնում ենք մեր մարմնից։ Ինչ է սրա իմաստը, եթե մենք այս երեխան տեղափոխվի Գերմանիա եւ կատարվի այս մեթոդով, նախ այս երեխայի տարիքը այնքան չէ, որ նա դիմանա, երկրորդը սա շատ թանկ հաճույք է եւ ունի մոտավորապես 30% գարանտիա, թե այս երեխան կապրի, թե ոչ, իսկ այս ճանապարհը լրիվ մաքրում է արյունը, քանի որ այդ երեխային այլևս պետք չէ, որ նա օգտագործի այն ուտելիքները, որը օգտագործել է, եւ մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ոչ կարագով պատրաստած մի քիչ կարող է ուտել օրվա մեջ, օգտագործելուց կտեսնեք, որ այս երեխան ոչ միայն բուժվում է, այլև այս երեխան առույգ ու աշխույժ է ավելի, քան մյուս երեխաները։ Ինչ է այստեղ կատարվում։ Ես 4 տարի դոկտոր Աշխարհի Սիսեռը ունեցել եմ իմ ոտքին։ Ունեի ցավեր սրտի շրջանում, ոտքերի շրջանում եւ այլն, եւ լսելով այս մեթոդի մասին անմիջապես հասկացա սրա առավելությունը մյուս մեթոդներից։ Ես քաղցկեղով չեմ հիվանդացել, բայց օգնել եմ բազմաթիվ մարդկանց, որոնք բուժվել են քաղցկեղից, նրանց առաջարկելով այս մեթոդը, ես իրավունք էլ չունեմ, որպեսզի մարդուն ստիպեմ կամ ասեմ, չէ, պետք է սա կատարես, դա ձեր ցանկությունն է, ամեն մարդու կյանքը իր կյանքն է եւ մարդը պետք է իր կյանքի համար ինքը ընդունի որոշում, ինչ է կատարում։ Ինչ է այս սիսեռի նպատակը։ Սիսեռը ինքը զգացացնել է տալիս, որ իմ փոխելու ժամանակն է, 12 ժամը մեկ նրան պետք է փոխարինել, ոտքը կարողանում է կարմրել, կապտել, սևանալ նույնիսկ այդ մասում, քոր գալ, ուժեղ ցավեր ունենալ տարբեր տեղեր, միայն սիսեռ դնելուց անտիբիոտիկներ չպետք է օգտագործել, ցավազրկող կարող եք օգտագործել, եթե ուժեղ ցավեր եք լինում, այսինքն եթե նա որևէ տեղից որևէ բան է հեռացնում, այդտեղ կարող է նաև ցավը։ Մի օր գիշերը շատ ուժեղ սրտի շրջակայքում ունեի ցավեր եւ մատս հեռախոսին, որ շտապօգնություն պետք է զանգվի։ Այդպես 3 ժամ մնալուց հետո ցավը սարսափելի ցավ էր, անցավ, տեղափոխվեց ոտքից, զգացի, որ հիմա էլ այդ սիսեռ դրած ոտքս է ցավում, նա հեռացնելուց հետո սիսեռը մոտարապես այս նկարում որքան երևում է, կարելի ասել սև գույնի արյուն եկավ ոտքիցս եւ ոչ միայն հանգստացա, շատ հաճելի երևույթ էր դրանից հետո։ Ինչ է կատարում սիսեռը։ Սիսեռը իր ճանապարհին եկող մեր մարմնից արյունը եւ վնասակար մարմիններին իր ճանապարհին բռնում է եւ թողնում է այս անցքում, որը նա հավաքելով այստեղ, մենք 12 ժամ հետո փոխելուց հետո նորը տեղադրում ենք եւ նույն ճանապարհով նույնը կատարում։ Այսինքն դուք տանը կարող եք վերցնել մեկ աման եւ խողովակով միացնել ինչ-որ բան, այստեղ դնել բամբակի փոքր կտոր նրա ճանապարհին, ինչ-որ ժամանակ հետո փոխելով այդ բամբակը կտեսնեք, որ այստեղի ջուրը փոխում է իր գույնը եւ դառիվ դառնում է սպիտակ ջուր։ Այսինքն, եթե մենք վերցնենք քաղցկեղի կամ Մենդելեևի աղյուսակի որևէ էլեմենտ, նրան մանրացնենք, թե փոշիացնենք եւ նրա վրա ցանկացած նյութ
եւ ցանկացած դեղամիջոց լցնենք, նա ինքը չի վերանա։ Իսկ սա կոչվում է մեխանիկական ճանապարհով հեռացում։ Միայն մեխանիկական ճանապարհով մենք կարող ենք այդ երեխայի օրգանիզմից, այդ երեխայի արյան մեջից հեռացնել այն Մենդելևի աղյուսակի էլեմենտները, որոնք նրանց կարմիր գնդիկներին թուլացրել են եւ կարմիր գնդիկները չեն կարողանում շարժվել նորմալ։ Այսինքն, եթե մենք ունենք հայ ժողովուրդը եւ ունենք սերժիկական այդ ՀՀԿ-ն այնքան բեռ է դրել ժողովրդի գլխին, որ ժողովուրդը չի կարողանում շարժվել եւ միայն իրենք են լափում, տրակում այդ մեր երկիրը։ Նույնը այստեղ այս երեխայի մոտ է կատարվում։ Եվ նրա կարմիր գնդիկները նորմալ չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը։ Այսինքն այս երեխայի մասով եւ իր ծնողներին եւ մյուս մարդկանց առաջարկում եմ այսպիսի փորձ կատարել տանը։ Սա Գերմանիայի բուժման ձևն է, որը շատ թանկ արժե եւ 30%-ից ավելի շանս նրանք չեն տալու եւ չեն էլ կարող տալ եւ այդքան ծակծկել այս հիասքանչ երեխային դա նույնպես անթույլատրելի այդքան դեղերի տակ պահել։ Վերցրեք տանը երկու գույնի ջուր կամ մյուս ջրի հետ մարգանցոկա կամ որևէ մի նյութ խառնեք, երկու ամաններն էլ հավասար եւ սկսեք մի ամանից մի աման տեղափոխել, տեսեք երբ է ամբողջությամբ տեղափոխվում այստեղի նյութը այստեղ, այստեղի նյութը այստեղ։ Կտեսնեք, որ դա շատ բարդ երկարատև ժամանակ է եւ նույնիսկ կհոգնեք չեք էլ կատարի ընդհանրապես մինչեւ վերջ։ Բայց այստեղ ինչ է կատարվում։ Մենք այստեղից հեռացնում ենք կեղտոտ արյունը եւ նորից մեր օրգանիզմը արտադրում է արյուն, լրացնում նրա փոխարեն։ Գալիս է հաջորդ կեղտոտը, նորից հեռացնում ենք եւ նրա փոխարեն մեր օրգանիզմը արտադրում է նույնպես արյուն։ Այդպիսով մենք մեր արյան մեջից վերացնում ենք այդ քաղցկեղը, վերացնում ենք այն քիմիական տարրերը, որոնք մեր օրգանիզմը վնասում են։ Առաջի հերթին թունավորվում է մարդու արյունը, հետագայում մյուս օրգանները։ Այս երեխայի մոտ արյան քաղցկեղ է, իսկ մյուսների մոտ եթե տարբեր ստրեսներ է մարդը ստանում, քանի որ Հայաստանում այդքան քիմիական ուտելիքներ են մարդիկ ուտում, այժմ Հայաստանում ավելի շատացել է քաղցկեղը, քան սովետական միության ժամանակ էր, այն ժամանակ պատճառ էին բռնում Երևանի Նայրիտը, Վանաձորի քիմիականը, որ այդ երկու գործարանների, մեկ էլ Ալլավերդու այդ գործարանը, որ այդ երեք գործարանների պատճառով Հայաստանում քաղցկեղ կա, բայց Հայաստանում այն ժամանակ քաղցկեղով քաղցկեղ ստանում էին 50-ից ավել մարդիկ, իսկ այժմ 5 տարեկան երեխան արդեն ունի քաղցկեղ, այսինքն այն ուտելիքները 5 տարի որ ներմուծվել Թուրքիայից եւ այլ կեղտոտ ճանապարհներով հկական, հեշական այդ այլանդակները նրանք ոչնչացնում են հայ գենը հենց Հայաստանում, դրա համար այդքան երեխաներ կան հիվանդ։ Այս մեթոդը միակ մեթոդն է, որ այդ երեխայի ծնողները ազատ շունչ քաշեն եւ ասեն, որ իմ երեխան առողջ է։ Այս երեխային տալով դիետա մեկ ամսում նրանք կհամոզվեն, որ երեխայի մոտ փոփոխություն է կատարվել եւ երբ որ pH-ը կլինի 7-ից բարձր, թող հանգիստ շունչ քաշեն։ Իսկ սա անմիջապես պետք է նույնպես կատարեն եւ նրանք կհամոզվեն, որ մի 3-4 ամիս հետո երեխայի արյան անալիզ տալուց հետո բժիշկները կզարմանան, որ այս երեխայի արյունը 4 ամիս առաջ ինչ գույն էր, ինչ բաղադրություն ուներ, այժմ ինչ բաղադրություն ունի եւ
այս երեխա եւ մյուս երեխաների մեր սիրելի հայ ազգի փրկությունը այս բոլորը միասին կատարելն է Սիսերը դա հայ դոկտոր Աշկարի մեթոդն է դոկտոր Աշկարը ասում է ամեն ինչ կերեք կատարեք այս մեթոդը միայն ես նրա այդ շատ անգամ վիճել եմ եւ նորից կրկնում եմ միայն Սիսերով չեք կարող բուժել եթե մարդու մեջ արդեն կա քաղցկեղը եթե քաղցկեղ չկա մարդը կարող է ամեն ինչ ուտել եւ այս մեթոդով իր մարմնից հեռացնել որպեսզի հետագայում չստանա քաղցկեղ Իսկ եթե մարդը ունի արդեն քաղցկեղ, ապա նա պետք է կատարի դիետա, սոդա, հոգնա եւ այդ ամենի հետ միասին նաեւ կատարի սիսերը։ Այս երեխայի միակ փրկությունը այս ամենն է, որը միասին պետք է նրա ծնողները կատարեն եւ հետագայում կհամոզվեն, որ այս հիասքանչ երեխան եւ մյուս բոլոր հայ բալիկները փրկվել են թուրքասերժական այդ կեղտոտ ուտելիքներից, որը ներեմուծում Հայաստան